կայունությամբ օրենքով սահմանված միջոցներով պարզել վերոհիշյալ էական հարցերը, կամ քանի որ գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու ինստիտուտը վերացված է, պարզապես անհրաժեշտ է մեղսագրված արարքի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ և պաշտպանյալից ազատ արձակել։ Շնորհակալություն։ Ունեք որևէ բան ավելացնելու։ Ունեք, թե չունեք։ Եղավ, նստեք։ Մեղադրող Պողոսյան, պաշտպանի միջնորդության կապակցությամբ ձեր կարծիքը։ Շնորհակալություն Արմեն դատարան։ Ես առարկում եմ պաշտպանի միջնորդության դեմ և գտնում եմ հետաքրքրական մերժման, քանի որ նախաքննական մարմնի կողմից ձեռնարկվել են քրեական դատավարության օրենքով նախատեսվածելու միջոցառումները նախավորապես գործի հանգամանքների բազմակողմանի լրիվ հետազոտում կատարվել և ձեռնարկված ապացույցները իրականացվել են և վերաբերել։ Միաժամանակ ուղղակի նշելով դատահոգել ուժական գործողությունների կապված, նշեմ, որ արդեն 2013 թվականի հունիսի 25-ին նշանակվել է կրկնակի հանձնաժողովի 10-րդ դատողի ուժական գործողություն, որը լիովին բավարար է և բացի այդ ինչ վերաբերվում դեպքի վարիզմությանը, որ ներկա չեղել Արմեն Ներսիսյանը, դեպքի վարիզմության արձանագրության մեջ նշված է դրա խոսքերը, նշված է օրինակ ներկա եղել և արկա է նաև վերջինիս ստորագրությունը։ Այն բացի այդ անգելի դատարան գտնում եմ, որ բացակայում է քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերը դատաշինությունը վերսկսելու համար և դատարանը դատավարության օրենսգրքի համաձայն պետք է դատավճիռ կայացնի դատարանում հետազոտված ապացույցների հիման վրա, հետևաբար գտնում եմ դատարանում հետազոտված ապացույցները բավարար են կայացնելու մեղադրական դատավճիռ։ Ուժովի ներկայացուցիչ, Գարիշ Արաքելյան, ձեր դիրքորոշումը միջնորդության կապակցությամբ ցանկացողը եւ սահմանությամբ միանում հարկերի ներառողի հարցում նկարահանություն դատախազությունը վերցնելու որը արտադրել օբյեկտի բազմակողմանի երբերից։ Որտեղի՞ք։ Այո։ Դատարանը հրանում է կողմնակցական սենյակ պաշտպանի միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելու։ Եթե կաշնություն եք տարբերակը Ուղղակի ձեռագիր են Դատարանը հրապարակում է որոշման ներածական և եզրակացիչ մասերը։ Որոշում. դատաքննությունը վերսկսելու պաշտպանի միջնորդությունը քննության առնելու մասին։ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մասիս քաղաքում Արարատի և Այր Սուսուրի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը նախագահության դատավոր Պողոսյանի, քարտուղարության Հովհաննիսյանի, մասնակցությամբ մեղադրող Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Պողոսյանի, ուժովի ներկայացուցիչ Արաքելյանի, Ամբաստանյանի պաշտպան Մկրտչյանի, գրված դատական իստում քննության առնելով ԱՎԴ 200170113 քրեական գործով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի երկրորդ մասի 8-րդ կետով մեղադրվող Ամբաստանյան Տոմաս Ներուժանիկ Վարդանյանի պաշտպան Արմեն Մկրտչյանի միջնորդությունը դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի 5-րդ մասով դատարանը որոշեց պաշտպան Արմեն Մկրտչյանի միջնորդությունը բավարարել, վերսկսել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի երկրորդ մասի 8-րդ կետով մեղադրվող Ամբաստանյան Տոմաս Ներուժանիկ Վարդանյանի վերաբերյալ ԱՎԴ 200170113 քրեական գործի դատաքննությունը։ Որոշումը բողոքարկման ենթակա չէ։